Վերադարձանք տաղավար եւ մեր հյուրն արդեն այստեղ է, բայց մինչ նրան ներկայացնելը ուզում եմ մի փոքր խոսենք վերջին տարիներին ամենաշատ քննարկվող թեմաներից մեկի մասին։ Արդյոք կարելի է երեխաների համար միացնել գadgetներ, մուլտֆիլմեր, թե ոչ, եւ եթե կարելի է, օրինակ, որքան ժամանակով, երբ է դա նպատակահարմար եւ ավելի օգտակար եւ երբ է դա վնասում երեխային։ Մի խոսքով այս բոլոր թեմաների մասին մենք այսօր խոսելու ենք մեր հյուրի հետ։ Մեր տաղավարում է Լիլիթ Ավետիսյանը, մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ։ Բարի լույս։ Բարի լույս Լիլիթ, շնորհակալություն նախ որ մեզ հետ եք սկսում ձեր օրը, մեր էկրաններից եք սկսում ձեր օրը, այսպես ասած։ Մենք քիչ առաջ, մինչև եթեր մտնելը խոսում ենք այն թեմայի շուրջ, որ այդ սահմանված, այսպես ասած, 10-րդ ժամը երեխաների կյանքում մի փոքր այդքան էլ ճիշտ չէ, քանի որ երեխաների տարիքը տատանվում է։ Եվ եկեք հասկանանք, ինչ ազդեցություն է նախ ունենում երեխայի կյանքում, երեխայի օրգանիզմի վրա բժշկական տեսանկյունից երկարատև էկրանների առաջ գտնվելը եւ որքանով է 10-րդ ժամի վարկածը ճիշտ։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Յուրաքանչյուր օր, որը սկսում է երեխաներով, դա միայն հիանալի է եւ այսօր շնորհակալ եմ, որ սևեռելու ենք մեր ուշադրությունը մեր երեխաներին։ Տեսեք, շատ հաճախ կլսեք այս եզրույթը, որ երեխաները փոքրիկ մեծահասակ չեն։ Այո, դա պատահաբար կիրառվող եզրույթ չէ եւ ինքնին ներկայացնում է, որ երեխաներին վերաբերելի նորմերի սահմանները հնարավոր չէ նույնականացնել մեծահասակների կամ այլ տարիքային խմբերի բնորոշ նորմերը։ Ինչ է դա նշանակում այդ բարդ տերմինները, հա, նորմեր, սահմանել եւ այլն։ Տեսեք, մենք ունենք երեխաներ, իսկ երեխաները իրենք թե նորածիներ են, թե վաղ մանկությունը, թե նախադպրոցական, թե դպրոցական, թե դեռահասներ եւ այլն, հա, դուք տեսնում եք ինչքան բազմաշերտ են եւ այս տարանջատում ինքնին պատահական չէ։ Ինչու ենք տարանջատում, որովհետեւ յուրաքանչյուր տարիքային խումբ ունի իր բնորոշ առանձնահատկությունները, զարգացման առանձնահատկությունները, որից եւ բխում են, թե մենք որպես ծնող, որպես բուժաշխատող, որպես առողջապահության կազմակերպիչ, ինչ պետք է անենք լավագույնը, որպեսզի կարողանանք ապահովել առողջ մանկություն։ Եթե տասնամյակներ առաջ մենք գտնում էինք, որ որոշակի հիվանդությունների բուժումներն են հանդիսանում բժշկագիտության հիմքը այսօր կանխարգելումն է, եւ եթե այսօր խոսելու ենք էկրանային ժամանակի մասին, այո, կարևոր է կանխել այն բոլոր հետևանքները, որոնք կարող են թողնել անգիտակից, երբեմն անսահմանափակ օգտագործում էկրանային ժամանակի, որը կարա բերի այս կամ այն ոլորտների խնդիրների ձևավորմանը։ Եվ կխնդրեմ բոլորը ֆիքսեն, որ մենք պետք է կանխարգելենք, ոչ թե հետո փորձենք պայքարել, որովհետև կանխարգելումը ավելի հեշտ է, քան հետագայում պայքարել բուժման եւ այլն։ Ինչպես շատ հիվանդությունների դեպքում։ Իհարկե, մենք շեշտ տադրում ենք կանխարգելիչ բժշկության վրա, ինչպես եւ ամբողջ աշխարհը, չէ՞ որ դա է ապագա, որ ունենանք առողջ երեխաներ։ Եկեք խոսենք տարիքային խմբերի մասին, քանի որ դուք ինքներդ առանձնացրեցիք դրանք, որ տարիքից է թույլատրելի, որպեսզի նայեն էկրաններ, ինչ անեն այն ծնողները, ովքեր ունեն ավելի մեծ երեխաներ եւ նորածնային ժամանակից փոքր տարիքի երեխաները ուզեն թե չուզեն դիտում են օրինակ հեռուստացույցով մուլտֆիլմեր։ Այո, պատահաբար չէ, որ նշեցի կանխարգելիչ բժշկություն, կանխարգելիչ բժշկության բաղադրիչներից մեկը դա երեխայի անվտանգությունն է, իսկ անվտանգությունը դա ոչ միայն միջավայրային, այլ նաև կարա լինի էկրանային, հա, գրագիտությունը, որը ծնողը կարող է շատ ոչ միտումնավոր վնասել երեխայի առողջությանը։ Այո, նշեցինք տարիքային խմբերը եւ, չգիտեմ, կտեղրեցնեմ ծնողներին, թե դայակներին կամ ովքեր որ խնամում են երեխաներին, թե կուրախացնեմ գրագետ ծնողներին, իրավացի են այն ծնողները, ովքեր արգելում են մինչև 2 տարեկանը երեխաներին նայել ընթորում էկրան, երբ որ ասում ենք, դա կարող է լինել թե սմարթֆոնները, ցանկացած գadget-ը, էկրանները, թե հեռուստացույցը եւ այլն։ Մինչև 2 տարեկանը խուսափեք։ Մենք չենք կարող արգելել, բայց մենք հորդորում ենք ծնողներին խուսափել հետագայում երեխայի զարգացման խնդիրների չբախվելուն։ Տեսեք, երեխաները մինչև 2 տարեկան ինտենսիվ զարգանում եւ աճում են։ Մենք խլում ենք այդ զարգացմանը տրամադրված ժամանակահատվածը, երբ մենք պետք է հեքիաթ կարդանք, երեխաների հետ միասին խաղանք եւ նպաստենք երեխայի զարգացմանը, մինչդեռ մենք հեշտացնելու համար մեր կյանքը եւ որն էլ լի է իր ռիսկերով, որպես օրինակ բերեմ, լինում է երեխային տրամադրում են հեռախոս, շեղվում են, այլ գործով են զբաղվում եւ մենք ունենում ենք դժբախտ պատահարներ։ Օրինակ, հանուշադրությունը հիշենք, որ երբևիցե երեխայի անվտանգությունը ոչ մի այլ
տեսաձայնագրող սարքեր եւ այլն չեն կարող փոխարինել խնամողի ուշադրությանը։ 2 տարեկանից հետո արդեն կարելի է նայել, բայց սահմանափակ եւ երբ որ մինչեւ 1 ժամ տևողությամբ, բայց երբ որ ասում ենք սահմանափակ կարելի է, դա չի նշանակում, որ կարող եք դնել ցանկացած տեսանյութ։ Ճիշտ ընտրել տեսանյութը, որը կնպաստի երեխայի զարգացմանը եւ միևնույն ժամանակ երեխայի հետ միասին նայել եւ բացատրել։ Փոքրիկ երեխաները չեն ընկալում տեսանյութում նկարվածը եւ իրական աշխարհի համադրությունները։ Շատ հաճախ կարող են ոչ ճիշտ լեզու լսել, ոչ ճիշտ արտահայտություններ եւ հետագայում մենք սկսում ենք բարկանալ երեխաների վրա, այդ որտեղից ես այդ բառերը օգտագործում, ինչու չես կարողանում խորանարդները հավաքել եւ այլն։ Մենք մեր բացթողումները եւ մեր սխալները շատ հաճախ վերագրում ենք երեխաներին, մինչդեռ դա ենթադրելի է, որ ծնողավարման սխալներ կարող են լինել։ Երեխաները իրենք ասես սպիտակ թուղթ լինեն, հա, որ գույնով կգծենք, այդ գույնով կշարունակվի եւ կարծում եմ պետք է հոգ տանենք։ Այո, նախադպրոցական տարիքի երեխաների համար շատ կարեւոր է եւ ծնողների մասնակից լինելը թեկուզ նույն տեսաֆիլմեր, մուլտֆիլմեր դիտելու հարցում, դպրոցական տարիքում արդեն անխուսափելի են դառնում սմարթֆոնների եւ էկրանների օգտագործումը, բայց նորից ուշադրություն դարձնենք, որ էկրանային ժամանակահատվածի օգտագործումը չպետք է երեխայի մյուս կարևոր ֆունկցիաների վրա ազդի, օրինակ քնի։ Գիտենք, որ երեխաները առնվազն 8-ից 12 ժամ պետք է քնեն, բայց երեխաները շատ հեշտությամբ կախվածության մեջ են ընկնում ձեր ասած էկրանային ժամանակից, ինչ է դա նշանակում, իրենք կորցնում են զգացողությունը ժամանակի եւ շատ ծնողներ կփաստեն, որ իրավացի են, երբ ասում ենք, երբ որ մենք փորձում ենք վերցնել հեռախոսը, նրանք դառնում են ագրեսիվ, սկսում են բարկանալ, ջղայնանալ եւ ասում ենք շատ վատ երեխա է, չի կարողանում ճիշտ պատասխան տալ, բայց մինչդեռ մենք ենք նպաստել երեխային։ Ուղղակի կնշեմ նաեւ, որ երեխաները իրեն կախվածության մեջ շատ հեշտ են ընկնում, ընդ որում ոչ միայն գadgetների, ցանկացած տիպի։ Երեխաները սիրում են ռիտուալներ, սիրում են հերթականություն, սիրում են կարգ ու կանոն, սիրում են հերթականություն, հա, եւ եթե մենք պարտադիր, օրինակ, սնվելու ժամանակահատվածի ընթացքում կիրառում ենք էկրաններ, քնելու ժամանակահատվածում կիրառում ենք էկրաններ, նրանք սովորում են արդեն, որ յուրաքանչյուր սննդի ընդունման ժամ պետք է ասոցացվի էկրանային ժամանակի հետ, եւ արդեն իրենք են թելադրելու, իրենք են պահանջելու ծնողից, որպեսզի ծնողը կարողանա եւ պահպանի իր իսկ ստեղծած ռիտուալները։ Արդեն դեռահասության շրջանում մենք արդեն անզոր ենք գրեթե երեխաներին սահմանափակել, բայց մենք այլ պարտականություն ունենք, որպես ավելի հասուն եւ գիտակից մեծահասակ կրթել եւ սովորեցնել ճիշտ ինֆորմացիա, ստանալ ինֆորմացիան ճիշտ, կիրառել ճիշտ եւ շատ կարեւոր մի հորդոր ծնողներին երբեք մի վերցրեք ձեռքից սմարթֆոնը, մի արգելեք, այլ ուղղակի սահմանափակեք ժամանակահատվածը։ Նախապես պայմանավորվելով։ Իհարկե, երեխային արգելքով երբեք չենք կարող ինչ-որ բան սովորեցնել։ Այդ որոնք են, նախ մի հատ հասկանանք, որոնք են հստակ ինչ-որ այսպես ասած կետերը, որոնցից կարելի է ծնողը պատկերացնենք, որ օրինակ ծնողը չի հասցրել կանխարգելի այսպես ասած այդ ամբողջ իրավիճակը եւ հանկարծ հասկանում որ իր երեխան ունի սկզբից սովորություն առաջանում երեխայի մոտ, հետո արդեն կախվածություն առաջանում, երեխան ուղղակի հրաժարվում է առանց գadgeti հաց ուտի, օրինակ։ Ինչպես դուք նշեցիք, ինչպես հասկանալ նախ որ կետից է արդեն որ ամեն ինչ բարդ արդեն պետք է կամած քչացնել, թե միանգամից քչացնել։ Ես այդ հարցին եմ ուզում անդրադառնալ, որտեղ վստահ եմ որ դա գուցե ինչ-որ հոգեբանական լուրջ խնդիրներ կարող է առաջացնել նաեւ երեխայի մոտ։ Իհարկե, ցանկացած կտրուկ արգելք յուրաքանչյուր երեխայի մոտ կարող է բերել անհասկանալի մի երևույթ, ինչպես թե մինչ այսօր կարելի էր, այդ ինչ սխալ եմ ես արել, որ այսօրվանից ինձ չի թույլատրվում դիտել հեռուստացույց կամ նայել, եւ ցանկացած արգելք ինքը իր բարդություններ ունի, բայց կֆիքսեմ կարևորագույն առողջապահական խնդիրները առողջական, որոնք կարող են լինել երկարատև էկրանի առջև անցկացնելու պարագայում։ Եթե մենք զուտ պատկերացնենք երեխան երկարատև էկրանի առջև գտնվում, առաջինը մենք կարող ենք ունենալ կեցվածքի խնդիրներ, հա, որը շատ տարածված է։ Կեցվածքի խնդիրներն ինքնին կարան բերեն անգամ ցավային համախտանիշի, գոտկասրբանային հատվածում, պարանոցային, ողնաշարի ցավերի, որոնք երբեմն գնում են շատ հետազոտություններ անցնում են եւ այլն պատճառը չեն գտնում այնինչ նա կարող է լինել պայմանավորված էկրանի առջև երկարատև ժամանակով։ Տեսողության խնդիրները չեն բացառվում եւ գնալով ավելի շատանում են եւ խորանում են։
Մյուսը դա, տեսեք, շատ տարածված է դարձել, երեխաները դժվարությամբ են ընկերներ ձեռք բերում։ Շփման դժվարություններ ունեն, խոսելու դժվարություններ, էկրանի առջև շատ ժամանակ անցկացնելը նրանց խլում այն ժամանակ, երբ իրենք պետք է իջնեն բակ, վազվզեն, խաղան, ձեռք բերեն ընկերներ, ծանոթություններ եւ այլն։ Կարող է բերել այո հոգեկան առողջության զարգացման, հոգեկան առողջության խնդիրների ձևավորմանը, եւ մենք գիտենք, որ ինքնին բոլոր խնդիրները նաև կարող են մանկուց սկսվել, հետևաբար մենք կարող ենք ինքնին նպաստել վերջիններիս ձևավորման ու զարգացմանը, չմոռանանք նաև ճարպակալման զարգացմանը, երևի թե կասեն ծնողները ինչ կապ ունեն էկրանային ժամանակը եւ ճարպակալումը, այո, ամբողջ աշխարհում է էկրանի առջև անցկացվող ժամանակահատվածը գնահատվում որպես սպառնալիք երեխաների, դեռահասների եւ հաջորդիվ արդեն մեծահասակների համար, ինչ կապ կա ճարպակալման միջև։ Երկարատև ենք նստում հեռուստացույցի կամ նոթբուքերի շուրջ, հատկապես անլարները առավել վտանգավոր, որովհետև անլարը ձեռքը բռնած կարող են գնալ դեպի սառնարան եւ պարբերաբար ուտել տարբեր սնեքեր կամ այսպես կոչված բարձր կալորիականությամբ եւ ցածր սննդային արժեք ունեցող սնունդ, հա, որն իր հետևից կբերի արդեն ճարպակալման ռիսկերի բարձրացմանը։ Երեխաները չեն շարժվում, հա, ցածր ակտիվությունը եւ նստակյաց կենսակերպ ինքնին նպաստելու է մյուս բոլոր խնդիրների ձևավորմանը։ Եվ դուք նշեցիք ինչպես հասկանալ, որ երեխան ունի էկրանային կախվածություն, տեսեք, այն բոլորը ինչ ես նշեցի, այդ բոլոր խնդիրների վաղ նշանները կարան հորդորեն եւ հուշեն, որ երեխան շատ է օգտվում էկրանային ժամանակից։ Իհարկե կխնդրեմ ծնողներին պարզապես ցանկացած խնդրի դեպքում, եթե տեսնում եք, որ երեխան ունի ոչ բնորոշ վարք, հա, փոփոխվել է, ինքնամփոփ է, անհանգիստ է, ջուրագրգիռ է, դպրոց չի ուզում գնալ, անհանգիստ է եւ այլն, դիմել բժշկի, ինքնաբուժությամբ եւ ինքնուրույն չփորձել լուծել ոչ մի խնդիր, չէ՞ որ գրագետ լուծման տարբերակներ կան, որը կառաջարկեն բժիշկ մասնագետները։ Եվ այո, երեխաներին արգելելով մենք երբևիցե չենք հասնի դրական արդյունքի, պայմանավորվենք, սահմանափակենք երեխաների էկրանային ժամանակահատված իրենց տարիքին համապատասխան, իսկ երբ որ մեծանան, իրենք շնորհակալ կլինեն մեծահասակներին, ովքեր ուղղակի ուղղորդեցին եւ ոչ թե արգելեցին ճիշտ ժամանակի կազմակերպումը։ Տեսեք, մինչև 2 տարեկան արգելվում է դիտել յուրաքանչյուր գաջետ, հեռուստացույց, հեռախոս, կապ չունի պլանշետ, բայց շատ ծնողներ ասում են, որ դե իմ երեխան մուլտֆիլմեր չի նայում եւ հեռուստացույցով չի նայում։ Նայում է օրինակ կարճ տեսահոլովակներ, չգիտեմ, այլ կարճ ռիլեր, որոնք շատ տարածված են եւ կարծես թե դա շատ ավելի մեծ վտանգ է իր մեջ պարունակում, բացի այն, որ խոսքի զարգացումն է հապաղում, նաեւ այդ կարճ տեսանյութերը իրենցից ավելի միանշանակ իրենցից ավելի լուրջ վտանգ են ներկայացնում, քան եթե երկար մուլտեր դիտեն երեխաները։ Իհարկե, եթե մինչև 2 տարեկան նշանակում ենք արգելվում է նայել, դա չի նշանակում կարելի է կարճ ձեր նշած ռիլերը նայել, կարճ գումարենք կդառնա բավականին մեծ թիվ եւ ոչ միայն սա, այո, կարելի է դնել շատ լավ երաժշտություն, երաժշտության ներքո երեխայի հետ հեքիաթ կարդալ, նկարել եւ այլն, որը հաստատ ավելի լավ կզարգացնի եւ կնպաստի երեխայի ձևավորմանը որպես անհատ ավելի բարձր, քան տվյալ անորակ տեսանյութերի դիտումը։ Դա կարծում եմ ավելորդ կլինի, ես բարձրաձայնեմ, թե ինչքան անորակ կարող են լինել եւ խաթարել երեխայի թե ընկալման առանձնահատկությունները, թե զարգացումը, հա, բայց այնուամենայնիվ հորդորը բոլոր ծնողներին, այո, սահմանափակեք այդ ժամանակահատվածը մի կորցրեք ինքներդ հեռախոսում գտնվելով, չէ՞ որ մենք ամենալավագույն օրինակն ենք մեր երեխաների համար, սահմանափակելով երեխային, բայց մենք ինքներս օգտագործելով սմարթֆոնը նայելով նույն այդ վտանգավոր ռիլերը, երեխային ասում ենք, իսկ ինչու մայրիկը կամ հայրիկը կարող են, ես ոչ, ինչու՞մն է խնդիրը, եւ ինքը սխալ տեղեր է փորձում գտնել բացատրությունը, մինչդեռ ծնողը պետք է լինի ամենալավ օրինակը իր երեխայի համար եւ տարածի, այո, սմարթֆոնները գրագետ օգտագործելու մեթոդը։ Եթե խոսում ենք դպրոցահասակների մասին, այս դեպքում մենք հիմա ունենք այն առօրյան, որտեղ որ դպրոցահասակները իրենց դասերի մեծամասնությունը պետք է անեն որևէ մի գաջեթով, որովհետև գիտենք QR կոդերի մասին, գիտենք, որ դասերի մեջ կան QR կոդեր, որոնցով պետք է մտնել, հոլովակը դիտել եւ այդպես անել դասը։ Սա
կարող է կախվածության մեջ գցել երեխային գadgetից, թե ոչ։ Շնորհակալություն հարցի համար։ Տեսեք, մենք ապրում ենք այն դարաշրջանում, որ անհնար է եւ անխուսափելի են գadgetների կիրառումը, շատ արագ է զարգանում երկիր մոլորակը եւ բոլորս փորձում ենք հասցնել այդ թվում նաեւ կրթական հատվածով, այո, կիրառվում են, բայց պետք է հետևել պարզ կանոններին, թույլատրելի շեմեր կան, հաստատված նորմեր, որ ինչքան կարելի է օգտագործել դպրոցահասակի ժամանակի ընթացքում կանգնել, քայլել, թարթել աչքեր եւ այլն, կան պարզ կանոններ, որոնք դպրոցներում են կրթում եւ մանկաբույժները, բժիշկները, մասնագետները հորդորում են պարզ կանոնների պահպանման դեպքում, երբ որ դուք ճիշտ մեդիա եք օգտագործում եւ ճիշտ ժամանակահատվածում կախվածությունից հնարավոր է խուսափել։ Կախվածությունները ձևավորվում են վաղ մանկության շրջանում հատկապես, երբ որ մենք չեմ մեղադրում ոչ մի ծնողի, դեպքերն անհատական են եւ անհատական դիտարկման կարիք ունեն, բայց այո, երբեմն ծնողը գերհոգնածությունից խուսափելու համար երբեմն լինում է տալ, բայց դա չպետք է լինի շարունակական եւ պետք է գտնել միգուցե նաեւ ծնողի գերհոգնածության պատճառը եւ աջակցել ծնողին, որպեսզի ինքը մաքսիմալ ներգրաված լինի երեխայի զարգացմանը։ Վերջին տարիներին շատ տարածված դարձավ, այսպես կոչված ծրագրեր կան հատուկ երեխաների համար նախատեսված եւ ծնողների համար նախատեսված, օրինակ ծնողը չի կարողանում հասցնել երեխային օրվա ընթացքում վերահսկել, նա քաշում է իր հեռախոսի մեջ, նույնիսկ հեռախոսներ կան, որոնց մեջ հենց կա այդ ծրագիրը, ծնողական վերահսկողության ծրագրեր։ Ինչքանով են դրանք օգնում, որոնք կարողանում են ֆիլտրել կոնտենտը, որը մատուցվում է երեխային, եւ արդյոք կա տարբերություն նրա մեջ, թե երեխան ինչ է դիտում եւ ինչ խաղերի մեջ կա տարբերություն, թե խաղերը ավելի վատ են ազդում, էկրանային ուղղակի ֆիլմեր դիտելը կամ փոքրիկ գրիլը դիտելը ավելի լավ են, թե հակառակը։ Ենթադրում եմ, որ այդ հարցին ավելի լավ կպատասխանեն այն մասնագետները, ովքեր ստեղծում են այդ վտանգավոր խաղերը եւ ովքեր տարածում են այդ խաղերը, որի նպատակը այլ է։ Այո, երեխաները կան, այո, շատ լավ սահմանափակող ծրագրեր ծնողների համար, ովքեր նախապես պայմանավորվելով երեխաներից կարող են սահմանափակել ժամանակահատվածը, երեխան ինքն էլ կարողանում է շատ հստակ ձևակերպել, որ ես ունեմ 30 րոպե ժամանակ, այդ 30 րոպեն կրթական ծրագրերի համար է նախատեսված, շատ լավ, սովորում են երեխաները ինքնա դրսևորվել եւ կարողանալ ինքնուրույն կազմակերպել իրենց օրը եւ իհարկե ծնողի հետ համատեղ արգելքները, սահմանափակումները ճիշտ են, արգելքներն են սխալ, չէ՞ որ նա գնալու է դպրոց եւ նորից շարունակելու է կիրառել։ Կարևորը ճիշտ երեխային սովորեցնել օգտագործման հարցում։ Խաղը նույնը ինքը կարող է լինել շատ ագրեսիվ, կրել իր մեջ բավականին թաքնված վտանգներ երեխաների համար, ընդօրինակելու խնդիրներ կարող են լինել, մարտարվեստներ, որոնք կարող են նաև երեխաների զարգացման, վերաբերմունքի եւ հետագայում մանկապարտեզում, դպրոցում եւ այլ միջավայրում դրսևորումները կարող են լինել շատ ավելի վատ, քան սպասում ենք։ Հետևաբար, որպես ծնող, բոլորի պարտականություն հետևել, թե ինչ խաղեր, ինչ տեսանյութեր է նայում մեր երեխան։ Թվում է, թե ամենապարզ, ամենաանմեղ մուլտֆիլմերը ոչ մի վնաս չեն կարող երեխային հասցնել եւ իր զարգացման փուլին չեն կարող ոչ մի կերպ խանգարել, այլ հակառակը կարող են նույնիսկ օգնել, որովհետեւ երեխաները սկզբնական շրջանում ինչ-որ բաներ են սովորում մուլտֆիլմերից, չգիտեմ, գուցե անգլերեն գույներ, ռուսերեն թվեր եւ այլն, բայց այ ինչ է թաքնված այս ամենի տակ, օրինակ իմ աղջիկը չի նայում հեռուստացույց, հիմա 1 ամսից կդառնա 3 տարեկան, ես նոր թույլատրում եմ նայել, բայց արդեն հետաքրքրություն չունի։ Ես դնում եմ երկար Դիսնեյի մուլտֆիլմերը, որոնք որ այդքան էլ գունեղ չեն եւ կադրերը արագ չեն, ու մենք փորձում ենք նայել միասին, բայց արդեն չի ուզում նայել։ Արդյոք սա եւս զարգացման խնդիր չէ։ Նախ շնորհավորում եմ ձեզ, որ ձեր երեխան 3 տարեկան է, հա, եւ չի նայել ֆիլմեր, չկա առավելություն կամ թերություն, հա, այսինքն այն երեխանով որ դիտել է կամ չի դիտել է ֆիլմերն առավելություն ունի, շատ զարգացած է եւ այլն, հակառակը զարգացմանը այո կարող են որոշակի մուլտֆիլմեր նպաստել, բայց ծնողի օգնությամբ զարգացումը գրքերի միջոցով, խաղալիքների տարիքին համապատասխան ճիշտ խաղալիքի ընտրությունը, ճիշտ մտածելակերպ ձևավորող խաղալիքներն ու գրքերը չեն կարող փոխարինվել ոչ մի նորագույն մուլտֆիլմերով, ընդ որում նորագույն մուլտֆիլմերը կարող են անգամ բովանդակություն չպարունակել, որը ինքնին արդեն ուղղակի տեսողական թերթվում են, հա, այսպես ասած, բոլոր շատ արագ, որը ընկալման խնդիրներ կարող առաջացնի եւ իզուր չէ որ սկզբում նշեցի, պետք է միշտ երեխայի զուգահեռ նայել, երեխային բացատրել, թե ինչ է նա տեսնում։ Տեսեք, նայում ենք, բայց երեխան չի հասկանում ինչ է եւ իր ընկալումն է տարբեր։ Հետևաբար մենք միշտ
հատկապես վաղ մանկության շրջանում, դա մինչև 5 տարեկան երեխաները պետք է երեխայի հետ համատեղ նայենք, բացատրելու թե ինչ է տեղի ունենում մեդիայում։ Եվ վերջում ամփոփելու համար առաջարկում եմ անդրադառնանք եւ հիշենք նորից մի քանի խորհուրդ տանք մեր հեռուստադիտողին, ինչպես թեմայի շուրջ, ինչպես կանխարգելել, ինչպես փորձել վերահսկել, բայց այդ վերահսկումը չլինի, բարդ ավելի խնդիրներ չառաջացնի։ Եկեք մի քանի խորհուրդ տանք այսպես փոքրիկ, որ մեր հեռուստադիտողը ավելի ճիշտ հասկանա այս թեման։ Իհարկե յուրաքանչյուր ծնողի ընտրությունն է, ինչպես երեխային առողջ մեծացնել, բայց հիշենք, որ առանց գadgetների ավելի խաղաղ է լինելու մանկությունը եւ առողջ է լինելու։ Հետևաբար ամենակարևոր հորդորը լինելու է վազվզել, խաղալ, ակտիվորեն մասնակցել բակային խաղերին, կարդալ գրքեր, խաղալ խաղեր եւ քիչ անցկացնել էկրանի առջև ժամանակատված, որովհետեւ երբ որ մեծանան կհասկանան, որ կորցրեցին այն թանկ ժամանակը, երբ կարելի էր ջարդել, փշրել, թափել եւ ներկել։ Այ հենց դրանից էլ ծնողները խուսափում են, որ դնում են երեխաներին էկրանի թե որ առջև։ նա առաջնահերթություն ծնողի համար գեղեցիկ մաքրած սենյակը, թե զարգացած եւ ինքնաբավ երեխան։ Շնորհակալություն զրույցի համար։ Հետաքրքիր զրույցի համար ու կարևոր զրույցի համար հիշեցնենք մեր հեռուստադիտողին մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանն էր մեր հյուրը այսօրվա, իսկ ձեզ առաջարկում ենք դիտել երաժշտություն եւ վերադառնալ։